Ինչ պիտի ասենք նրան դատաստանի օրը, եղբայրներ, եթե այս ժամանակն անցկացնում ենք ծուլությամբ, որովհետև նա համբերատար է և մեզ բոլորիս կոչում է դեպի իր արքայությունը, բայց մեզնից հաշիվ պիտի պահանջի այս կարճ ժամանակվա մեր անհոգության համար և մեզ պիտի ասի. ձեզ համար մարմնացա, ձեզ համար մարմնով երկրի վրա քայլեցի, ձեզ համար տանջվեցի, ձեզ համար թուք ընդունեցի, ձեզ համար ապտակվեցի, ձեզ համար խաչվեցի, ձեզ համար խաչափայտի վրա քացախ խմեցի, որպեսզի ձեզ երկնային և սուրբ դարձնեմ։ Իմ արքայությունը ձեզ շնորհեցի, իմ դրախտը ձեզ պարգևեցի, ձեզ բոլորիդ իմ եղբայրներն անվանեցի և հոր անծայեցի ձեզ, ուղարկեցի հոգին։ Սրանից առավել ինչ պիտի անեի, որ չարեցի ձեզ համար, որպեսզի դուք փրկվեք։ Միայն չեմ ուզում բռնանալ ձեր կամքի վրա, որպեսզի ձեր փրկությունը ստիպողաբար չլինի։ Ասացեք, մեղավորներ և բնությամբ մահկանացուներ, դուք իմ, ձեզ համար չարչարված Տիրոջս համար ինչ չարչարանքներ կրեցիք։ Ահա պատրաստել եմ արքայություն և կյանք, հանգիստ և ուրախություն, նաև արտաքին խավարի մեջ հավիտենական տանջանքներ, յուրաքանչյուր ոք իշխանություն ունի գնալու ուր ուզում է։